Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր ապրիլի 8։ Ուրեմն, եթե մեկը Քրիստոսումն է, նոր ստեղծված է, հիները անցան, ահա ամեն բան նոր եղավ։ 2 Կորնթացիս 5:17 խոսք։ Հպարտ, ունայն և մարմնավոր սրտերը բավարարվում են միայն կրոնականության այն չափով, որը օգնում է պահպանել պատշաճ տեսքը։ Սակայն Պողոս առաքյալը խոստովանում է իր հավատքը, հույսը և ուրախությունը, և որ իր գլխավոր փառքը Քրիստոսի խաչի մեջ է։ Դա վերաբերում է նրա տառապանքներին և մահվանը խաչի վրա, ինչպես նաև փրկության վարդապետությանը խաչված փրկչի միջոցով։ Քրիստոսով կամ Քրիստոսի խաչի միջոցով աշխարհը խաչված է հավատացյալի համար, և նրանք էլ խաչված են աշխարհի համար։ Որքան շատ մտորենք Փրկչի տառապանքների մասին աշխարհի ձեռքով, այնքան քիչ կցանկանանք սիրել աշխարհը։ Առաքյալը նույնքան քիչ էր հրապուրվում աշխարհի հմայքով, որքան դիտորդը կհրապուրվեր այն ամենից, ինչը կարող էր նրբագեղ թվալ խաչված մարդու երեսին, երբ տեսնում էր այն մահվան տանջանքների մեջ սևացած։ Նրան նույնքան չէին հուզում շրջապատող առարկաները, որքան մահամերձ մարդը չէր զարմանա իր մահամերձ աչքերով տեսած ցանկացած տեսարանից այն խաչից, որի վրա նա գամված է։ Եվ նրանց համար, ովքեր անկեղծորեն հավատացել են Հիսուս Քրիստոսին, ամեն ինչ համարվում է բացարձակապես անարժեք նրա համեմատ։ Նրանք նոր արարած են, հինը անցել է, և Աստծո Սուրբ Հոգու վերածնող ազդեցության ներքո ի հայտ են եկել նոր հայացքներ և վերաբերմունքներ։ Հավատացյալները առաջնորդվում են նոր աշխարհ և Քրիստոս Հիսուսում բարի գործերի համար ստեղծված, կերտվում են սրբության կյանքի համար։ Մտքի և սրտի այս փոփոխությունով մենք կարողանում ենք հավատալ Տեր Հիսուսին և ապրել Աստծո համար, և որտեղ այս ներքին գործնական հավատքը բացակայում է, արտաքին խոստովանությունները կամ անունները երբեք ոչ մի արժեք չեն ունենա։